Գեղարքունիքի մարզում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ադրբեջանական կողմը նախկրակ էր բացել Սոտքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը 2 զոհ եւ 1 վիրավոր ունի։ Այնուհետև կրակել էր Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արմլուրի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը պատմեց, որ այս պահին էլ դեռ լարված իրավիճակ է, կրակոցներ են լսվում։ Հատվածում զոհում ենք, 2 զոհում ենք, 1 վիրավոր, նաև չգիտեմ արդեն ավել զոհի մասին էլ խոսակցություն կա, ինչ-որ, բայց հենց հիմա Նորաբակի կողմն էլ ինտենսիվ կրակոցներ կան։ Այսինքն այս պահին դեռ իրավիճակը լարված է, կան կրակոցներ։ Ահա, դեռ կրակոցները շարունակվում են։ Լցվում են, այսինքն այդ հատվածում։ Պարոն Ավետյան, իսկ դիրքերի ուղղությամբ են կրակում, թե հենց գյուղերի։ Դիրքերի։ Գյուղերովցան դեռ բան չկա։ Իսկ կրակոցները ինչ երկարատև են, թե կարճատև կրակոցներ են հնչում։ Այդպես եւ հրետանից են գալիս, եւ ավտոմատ պուլեմյոտի, չէ, տենց այդ բան չէ, շատ ինտենսիվ չի, բայց դեն մեծ այդ կրակոցները եղավ, մի պա դադարեց, նորից շարունակվեց այդ։ Պարոն Ավետյան, իսկ տեղյակ եք Սոտքի հատվածում այսօր զոհվածին ծառայողներն ովքեր էին, որտեղից էին։ Չէ, անկեղծ ասեմ, տեղյակ չեմ անուններով, բանով չգիտեմ, էլի։ Այդ հիմա զոհը մնում է զոհ, դրա համար էլ բան չեն կարել, էլի, որ այդ ավելի շատ ուզում ենք իրավիճակը հասկանանք, ինչ է լինում։ Իսկ բնակիչների մոտ ընդհանուր ինչ տրամադրվածություն է, լարված են։ Դա ամեն դեպքում արդեն սովորել են կրակոցները։ Բնակիչների մեջ լարվածություն է, ինչ որ, որտեղ ժողովուրդը արդեն միած դեպտեմբերի 13-ին տեսել, հատել այդ վախը մեջներն է,